ես արդեն 7 տարի է, թե 7-րդ, թե 8-րդ գումարման խորհրդարանում եւ մեզանից յուրաքանչյուրս գտնվում է երթման ներքո։ Այդ երթման տեքստում կա հստակ պահանջ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մենք ցավոք թերագնահատում ենք շատ դեպքերում երթման ինստիտուտը, վերաբերելով այն որպես ինչ-որ փոքրիկ ժեստի։ Իրականում երթումը ունի խորքային իրավական նշանակություն, որովհետև երթման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ եւ անկախ քո քաղաքական դիրքորոշումից, քաղաքական մոտեցումներից, նախասիրություններից, վերաբերմունքից դու պարտավոր ես գործել երթման համապատասխան։ Դու դառնում ես երթման, լավ իմաստով դու դառնում ես այդ երթման գերին եւ դու երթումից չես կարող ազատել ինքդ քեզ։ Իսկ եթե որևիցե մեկը երթման շրջանակներից դուրս է գալիս, ապա թե ազգային ժողովը, թե իրավապահ համակարգը պետք է գործեն օրենքի ամբողջ հստությամբ եւ անձը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ինչ է ասում Սահմանադրական դատարանի դատավորի երթումը։ Այն ասում է հետեւյալը. ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, սա երթում չի, ես չեմ երթում, պարզապես ընթերցում եմ օրենքից տեքստը, չեմ խախտում պարոն Աղազարյան որևիցե կանոն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև դատավորը երթվում է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը։ Այս կանոնների շրջանակներում պետք է գործի ցանկացած անձ, անկախ նրանից, թե որ պաշտոնից, որ իրավիճակից, որ համակարգից է տեղափոխում Սահմանադրական դատարան։ Եվ այս երթման չպահպանումը պետք է հանգեցնի պատասխանատվության։ Երթումից ազատել անձը կարող է ինքն իրեն հրաժարական դիմում ներկայացնելու միջոցով, երթումից անձին կարող են ազատել նաև իրավապահ մարմինները, եթե վերջինս դրժել է երթումը։ Երթման կարևորությունը ես միշտ ընդգծել եմ նաև խորհրդարանական գործունեության ընթացքում եւ հավատում եմ, որ երթումը սոսկ իրավական տեքստ չէ, այն ծնում է իրավական պարտավորություններ եւ այդ պարտավորությունների շրջանակներում անձը պետք է շարունակի գործել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ բոլոր գործընկերներիս եւ համագործակցության համար եւ այսքան երկար տարիների, ոչ հեշտ տարիների, բայց այդուհանդերձ շատ արդյունավետ եւ հետաքրքիր գործունեության համար եւ իհարկե չեմ կարող վերջում չասել, Ջորջան, շնորհակալ եմ բոլորիցդ եւ իմ դիմադիր գործընկերներից եւ հայկական ասացվածքի համաձայն Ջորջան ավել պակաս կներեք։ Ես փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի արդյունավետ գործունեություն իրականացնեմ խորհրդարանում եւ հավատացնում եմ, եթե ինչ որ եղանակով իմ վարքագիծը չի համապատասխանել ձեր ակնկալիքներին, ապա հիշեք, իմացեք, որ դա երբեք չի եղել չարամտության կամ դիտավորության արդյունք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դուք դեռ 6 րոպե ունեք, կարող եք շարունակել հարցը։ Եթե ասելիք է մնացել, հարցերի համար հերթագրում։ Բագրատյան, շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, մանրամասն ներկայացրեցիք ձեր տեսլականը, բայց ինձ մի հարց է հետաքրքրում։ Եթե դուք չլինեիք, այլ մեկ այլ պաշտոնյա որևէ մեկը բացի ձեզից, որպեսզի սուբյեկտիվ գնահատական չլինի, դրա համար եմ ասում դուք չլինեիք։ Պետության կառավարման այս ընթացքում ավելի կարևոր այն աշխատանքը, որ դուք հիմա կատարում եք, որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ, թե Սահմանադրական դատարանի դատավոր, որն է ավելի գործառույթային իմաստով մեր ներկա իրավիճակին ավելի կարևոր գործառույթներ։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը օբյեկտիվ, ոչ թե որ արդեն ընտրել եք, հասկանալի է, որ նախընտրել եք Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, բայց գործառույթային իմաստով, պետության իմաստով դուք որպես պետականամետ գործիչ, այդ իմաստով որն է այս պահին Հայաստանի Հանրապետության համար ավելի կարևոր գործառույթներ իրականացնող պաշտոնյա։ Պարոն Բագրատյան, բարդ հարց եք տալիս, ես համալսարանում դասավանդման տարիներին միշտ նման հարցերի պարագայում ձեռքից հանում եմ մեխանիկական ժամացույցը, սա մեխանիկական չի չեմ հանի, եւ հարց է տալիս, թե որն է ժամացույցի ամենակարևոր դետալը։ Ամեն մեկ ինչ-որ բան ասում էր։ Իրականության մեջ, պարոն Բագրատյան, ժամացույցը ոչ կարևոր դետալ չունի, նույնիսկ ամենափոքր
դետալի խաթարման պարագայում ամբողջ համակարգը դադարում է գործել։ Ցանկացած փոքրիկ դետալ ժամանցի մեխանիզմից հանեք եւ համակարգը դադարում է գործել։ Այդ պարագայում դժվար կլինի ասել, թե որն է ավելի կարևոր։ Իմ կարծիքով կարևոր եւ ոչ կարևոր չկան։ Եվ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է չափազանց կարևոր, եւ խորհրդարանական գործունեությունն է չափազանց կարևոր, եւ գործունեությունն է սահմանադրական դատարանում կարևոր։ Չեմ ուզում անդրադառնամ լճացման ֆենոմենին, բայց նաեւ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան տեսնել նոր դեմքեր բոլոր տեղերում, այդ թվում գուցե խորհրդարանում։ Իմ կարծիքով ես իմ գործունեությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին այնուամենայնիվ կամ այն կողմը նստեք զրուցեք, կամ այդ կողմը նստեք զրուցեք։ Մտածեք ու դադարեցրեք զրույցները դահլիճում, դա բոլորին է վերաբերում։ Շարունակեք, կներեք։ Ես, պարոն Բագրատյան, իմ գործունեությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող եմ գնահատել որպես բավարար, եւ սա սուբյեկտիվ գնահատական չի։ Մենք ցավոք եւ 7-րդ եւ 8-րդ գումարման ժամանակահատվածում մենք մշտապես ունեցել ենք կրիզիսային ճգնաժամային կառավարում եւ մենք փորձել ենք հրշեջի նման լուծել այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել իրավական համակարգում։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ հաջորդիվ խորհրդարանները շատ ավելի խաղաղ միջավայրում կգործեն եւ ավելի շատ հնարավորություն կունենան իրականացնելու այն գործունեությունը, որը միտված կլինի նորմալ ստեղծելուն, այլ ոչ թե արկա իրավիճակներում ճգնաժամային լուծումներ որոնելուն։ Ինչ եմ գնում սահմանադրական դատարան, ինչ եմ համաձայնվել հանրապետության նախագահի առաջարկին, որովհետև իմ կարծիքով բավարար փորձառություն եմ ձեռք բերել, այդ թվում խորհրդարանական հասկանալով, թե ինչպես է ի վերջո աշխատում օրինաստեղծ մեխանիզմը։ Եվ այդ գիտելիքներով հանդերձ գումարած այն գիտելիքներն, որ ստացել եմ սահմանադրական դատարանում եւ ակադեմիական գործունեության ընթացքում, կարողանամ առավել արդյունավետ սահմանադրական արդարադատություն իրականացնեմ, լինելով որոշակի առումով ոչ ուղղակի, բայց անուղղակի փոխաբերական առումով կամուրջ խորհրդարանի եւ դատական իշխանության միջև։ Այսքանը։